Գլուխ 11 Ջիհադի 3 փուլերը Թույլ մուսուլմանական փոքրամասնությունները հասնում են իշխանության։ Եթե նայեք մուսուլմանական երկրներին, կտեսնեք, որ դրանք գտնվում են ջիհադի հաջորդական 3 փուլերից որևէ մեկում։ Այս փուլերը սահմանելու համար օգտվել եմ իսլամական աստվածաբանությունից։ Թույլ փուլը Ջիհադի այս փուլում են այն մուսուլմանները, ովքեր թույլ են և փոքրամասնություն են կազմում ոչ իսլամական հասարակության մեջ։ Այս դեպքում բացահայտ ջիհադը օրհասական խնդիր չէ։ Նրանք հնազանդվում են երկրի օրենքներին, բայց թվով ավելանում են։ Այս փուլում մուսուլմանները հնազանդվում են այն խոսքին, որը Մուհամմեդը ստացել էր Մեքքայում։ Չկա հարկադրանք կրոնի մեջ։ Սուրահ 2:256 Հեղինակավոր Ղուրանից Հավանաբար լսել եք, թե ինչպես են հեռուստատեսությամբ կամ մամուլում մեջբերում այս խոսքը, ապացուցելու համար, որ իսլամը չի հարկադրում դավանափոխ լինել։ Մեկ այլ հայտնություն, որ Մուհամմեդը ստացել էր այդ ժամանակ, Սուրահ 5:105-ն է։ Օ դուք, որ հավատում եք, հոգ տարեք ինքներդ ձեր մասին։ Եթե դուք հետևեք ճշմարիտ առաջնորդությանը և միանաք այն բանին, ինչը ճշմարիտ է, իսլամական միաստվածությանը և այն ամենին, որ իսլամը պատվիրում է մարդուն, և արգելեք այն, ինչ սխալ է, բազմաստվածությունը, անհավատությունը և ամեն ինչ, որ իսլամն է արգելում, ապա ոչ մի վտանգ չի սպառնա ձեզ նրանցից, ովքեր ապրում են մոլորության մեջ։ Բոլորդ պետք է վերադառնաք Ալլահի մոտ, այդ ժամանակ նա ձեզ կհայտնի այն գործերը, ամենը, որ դուք արել եք։ Հեղինակավոր Ղուրանից Այս խոսքը Մեքքայում ապրող մուսուլմանների համար էր, ովքեր չէին գիտակցում ինչպես վարվել անհավատների հետ։ Այս խոսքում հիմնականում ասվում է. դուք պատասխանատու եք միայն ձեզ համար։ Մի անհանգստացեք ձեր շրջապատում բնակվող անհավատների համար։ Մի օր և դուք, և նրանք կկանգնեն Ալլահի առջև և կդատվեն ըստ իրենց գործերի։ Այս խոսքերը պատվիրում են հանգիստ և խաղաղ ապրել անհավատների հետ։ Սակայն մենք պետք է հիշենք, որ Մուհամմեդը, երբ որ ստացավ այս խոսքերը, մուսուլմանները դեռ թույլ էին և փոքրամասնություն էին կազմում Մեքքայում։ Իսկ երբ նրա շարժումը հզորացավ, Մուհամմեդը նոր խոսքեր ստացավ, որոնք չեղյալ դարձրին, այսինքն նասիխ դարձրին նախկին խոսքերը։ Պատրաստման փուլը Այս փուլում մուսուլմանները թեև փոքրամասնություն են, բայց բավականին ազդեցիկ են, քանի որ նրանց անմիջական նպատակը հակամարտությունն է թշնամու դեմ, նրանք մարտական պատրաստվածություն են անցնում հավանական բոլոր բնագավառներում։ Թույլ մի տուր, որ անհավատները մտածեն, թե կարող են խորամանկությամբ հաղթել բարեպաշտներին։ Նրանք երբեք չեն խափանի նրանց։ Նրանց դեմ պատրաստիր քո ուժը քո առավելագույն զորությամբ և ռազմական նժույգներով, որպեսզի սարսափով զարկես թշնամիներին, նրանց սրտերը։ Ալլահի և քո թշնամիներին և մյուսներին, ում դու միգուցե չգիտես, բայց Ալլահը գիտի։ Սուրահ 8:59-60 Ալիի թարգմանությունից Դիտարկենք, թե ինչպես է մեկնում հեղինակավոր Ղուրանը։ Եվ պատրաստիր նրանց դեմ ամեն ինչ, որ կարող ես քո զորությամբ, այդ թվում ռազմական նժույգները, տանկեր, ինքնաթիռներ, հրթիռներ, հրետանի, Ալլահի թշնամուն սպառնալու համար։ Սուրահ 8:59-60 Փաստ է, որ մուսուլմաններն այսօր կիրառում են այս մեկնությունը։ Ջիհադի փուլը Այս փուլում մուսուլմաններն ուժ, ազդեցություն և իշխանություն ունեցող փոքրամասնություն են։ Յուրաքանչյուր մուսուլմանի պարտականությունն է ակտիվորեն պայքարել թշնամու դեմ, հեղաշրջելով ոչ մուսուլմանական երկրի համակարգը հաստատել իսլամական իշխանություն։ Այս փուլում գտնվող մուսուլմանները հիմնվում են ջիհադի վերջին հայտնության վրա, Սուրահ 9:5 Նրա դերն այնքան մեծ է իսլամական մտածելակերպի մեջ, որ արժե կրկնել։ Պատերազմեք հեթանոսների դեմ և սպանեք նրանց, որտեղ էլ որ գտնեք, բոլոր տեսակի ռազմական խորամանկություններով բռնեք նրանց, պաշարեք և դարան մտեք։ Ալիի թարգմանությունից Մուսուլմաններին պատվիրված է սպանել իսլամը չընդունելու դեպքում։ Այդ խոսքում նշված է, որտեղ էլ գտնեք նրանց, այսինքն աշխարհագրական սահմանափակումներ չկան։ Մուհամմեդի օրինակը Մուհամմեդ մարգարեն անցել է այս 3 փուլերը։ Սկզբնական շրջանում նա իր թշնամիներից վրեժ չէր լուծում։
Հեռանալով Մեքքայից նա զորք հավաքեց Մեդինայում, այնուհետև ջիհադ հայտարարեց, պատերազմեց իր թշնամիների դեմ և գրավելով Մեքքան իշխանություն հաստատեց։ Լիբանան։ Լիբանանի պատմությունն այս 3 փուլերի փայլուն օրինակն է։ Փուլ առաջին. մուսուլմանները համագործակցում են քրիստոնեական մեծամասնության հետ։ Մինչև քաղաքացիական պատերազմը, եթե այցելեիք Լիբանան, կտեսնեիք մերձավոր արևելքի Հավայյան կղզիները։ Մայրաքաղաք Բեյրութը մերձավոր արևելքի Փարիզն էր։ Լիբանանը տարածաշրջանի ամենագեղեցիկ բնություն ունեցող երկիրն էր, որտեղ մուսուլմանական փոքրամասնությունը խաղաղ ապրում էր քրիստոնեական մեծամասնության հետ։ Մուսուլմանները թույլ էին և իշխանություն չունեին։ Այդ ժամանակ Լիբանանում ջիհադի կամ սուրբ պատերազմի մասին նույնիսկ խոսք լինել չէր կարող։ Փուլ երկրորդ. մուսուլմանները դրսից օգնություն են ստանում հարձակմանը պատրաստվելու համար։ 1970-ականներին իսլամական փոքրամասնությունը մտավ պատրաստման փուլ։ Ապրելով խաղաղ պայմաններում նրանք չէին դադարում օգնություն ստանալ սահմանակից Լիբիայից և Իրանից։ Որոշ ժամանակ անց Լիբանանում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Փուլ երրորդ. մուսուլմանները պատերազմում են անհավատների դեմ։ Աշխարհը դիտում էր, թե ինչպես էր գեղեցիկ Լիբանանը մասնատվում։ Մուսուլմաններն ուրացան իրենց քրիստոնյա եղբայրներին և քույրերին։ Նրանց մեջ ձևավորեցին ռազմական խմբավորումներ, որոնց միակ նպատակը կառավարության տապալումն ու իսլամական երկրի հաստատումն էր։ Այդ խմբավորումներից էր Ամալը, որի առաջնորդը Նաբիհ Բարին էր։ Իսկ շիաների խմբավորումը կոչվում էր Հեզբոլահ, որի առաջնորդը Շեյխ Հասան Նասրալլահն էր։ Պատերազմը տևեց 20 տարի, սակայն մուսուլմաններին չհաջողվեց լիովին իրականացնել իրենց առաքելությունը։ Փողզիջում, վերադարձ առաջին փուլ։ Այսօր Լիբանանի աշխարհիկ կառավարությունը ղեկավարվում է քրիստոնյա նախագահի և մուսուլման վարչապետի կողմից։ Այժմ երկրում խաղաղություն է տիրում, որովհետև հաստատվեց այնպիսի կառավարություն, որտեղ պատերազմող երկու կողմերի ներկայացուցիչները դիրք են զբաղեցնում։ Ամալի հիմնադիրը նշանակվեց խորհրդարանի նախագահ, իսկ Հեզբոլահը հաստատվեց Լիբանանի հարավում, երկիրն Իսրայելից պաշտպանելու համար։ Արդարացնելով սուտը։ Ջիհադի 3 փուլերը ցույց են տալիս, թե ինչպես են մուսուլմաններն օգտագործում հանգամանքները իրենց հետագա քայլերը որոշելու համար։ Այս մտածելակերպի ևս մեկ օրինակ է ստելը։ Որոշ հանգամանքներում իսլամն արդարացնում է ստելը։ Հաջորդ գլխում կիմանաք, թե որոնք են այդ հանգամանքները և ինչպես են դրանք օգտագործվում ջիհադը առաջնորդելու համար։